մի հետաքրքիր երևույթ եմ ուզում ներկայացնել ձեզ, որ բոլորը տեսել եք դա, սենց ասած արժեքավոր է էժան գնահատված։ Արժեքավոր մի բան, որ էժան է գնահատվում։ Իհարկե հաճախակի ասել եմ, բայց գուցե այդքան էլ ուշադրություն չենք դարձել, բայց երանի, որ մենք մեր կյանքում ուշադրություն դարձնենք նման դեպքերի, նման առիթներին։ Քանի անգամ ասել եմ, որ մի առակի պես բան է, որ ասում եմ մի որդի ուզում է տուն գնել, ասում է հայր, ինչպիսի տուն գնեմ, ումից գնեմ, որտեղից գնեմ, ասում է գնային մարդուց գնի, որը իր ձեռով չի սարքե։ Ինքը չի հասկանում տան արժեքը, էժան կտա, դու կշահես, իսկ ով իր ձեռքով սարք է, պատրաստ է, տանջանքով ստացել տունը, ինքը այդքան էժան չի տա, քո փողը չի երիքի։ Իրականության մեջ մարդը ինչ որ ձրի է ստանում, հաճախակի չի գնահատում։ Եվ ես նման մի օրինակ եմ ուզում հիշեցնել Սուրբ գրքից, եւ նայեք այս օրերին, ուրեմն Գործք առաքելոցի 22-ում մի այսպիսի պատմություն կա, որ Պողոսին բռնել էին հրեաները եւ ուզում էին սպանել, անգամ հազարապետը ձեռներից առավ հռոմեական եւ մարդիկ իրենց լեզվով գոռում էին, գոչում էին, հազարապետը չէր հասկանում եբրայերեն, այնպես էին աղաղակում, շորերը օդ էին գցում, թոզը հանել էին, փոշին հանել էին, փոշով պատվել էր այդ տարածքը։ Գործք առաքելոցի 22-24-ից եմ կարդում, հազարապետը հրամայեց նա բերդ տարվի, ասելով, թե պետք է ծեծելով հարցնել նրան, որ իմանամ, թե ինչ հանցանքի համար է նրա վրա այսպես աղաղակում։ Տեսնում ժողովուրդը դες կատաղած է, բոլորը պահանջում են պետք է մեռնի կամ հանգիստ չունեն, ուրեմն սա մեծ մեղավոր է, մեծ հանցանք է գործում, սա ժողովուրդը բարկացած ու կատաղած է։ Եվ երբ որ նրան կաշվե փոկերով պինդ կապեցին, Պողոսն ասեց մոտը կանգնած հարապետին։ Ասենք հարապետը 100 զինվորի պետ էր, հազարապետը 1000 հարապետի ղեկավար էր եւ ասում Պողոսը ասեց նրան արժան է որ դուք հռոմեացի եւ չդատապարտած մարդուն ծեծեք ասում մարդը նախ հռոմեական քաղաքացիություն ունի եւ դատը չեղած պատիժը չորոշված դուք ծեծում եք սա ճիշտ է այդ ժամանակում հռոմեական քաղաքացիությունը ամբողջ տարածքում ամենամեծ արժեք ուներ Հռոմի քաղաքացի եւ ինչ է կատարվում ասում է եւ երբ որ լսեց հարապետը մոտեցավ հազարապետին պատմեց եւ ասեց զգուշացի թե ինչ ես կամենում անել որտեւ այս մարդը հռոմեացի է հռոմեական քաղաքացիություն ունի եւ հազարապետը մոտ եկավ եւ նրան ասեց ասիր ինձ թե դու հռոմեացի ես Եվ նա ասեց, այո, հազարապետը պատասխանեց, թե ես շատ փողով ստացա այս քաղաքացիությունը, և Պողոս ասեց, ես հենց դրանում ծնված եմ, և նրանք, որ նրան ծեծելով հարցաքննելու են, շուտով հեռացան նրանից, և հազարապետն էլ վախեցավ, երբ որ իմացավ, թե հռոմեացի է, որովհետև կապել էր նրան, անգամ կապելը վտանգավոր էր հռոմեական քաղաքացիություն ունեցողին, բայց Ուզում եմ մենք նայենք, այո, մեկը ծնվել է այդ քաղաքացիության մեջ, մյուսը շատ փողով ստացա այդ քաղաքացիությունը, մեծ գումարով։ Ուզում եմ այդ տեղափոխենք այսօրվա մեր տեսած դեպքերի մեջ, շատերը Հայաստանից գնում են տարբեր քաղաքներ։ Տարբեր քաղաքներ են գնում և օրինակ Ռուսաստանում որոշված է, այսքան տարի պետք է այստեղ ապրես։ Նմանապես
տարբեր երկրներում, այսքան տարի պետք է ապրած ունեն ասես երկրի մեջ, հետո մուծումներ, մեծ մանրամասն չասեմ, ովքեր որ այդ ճանապարհով անցել են, գիտեն ինչ արժեք ունի դա։ Անգամ պատահում էր, որ շատ կարևոր գործ էր լինում, ասենք Հայաստանում օրինակ պետք է մարդիկ գան, մասնակցեն ինչ-որ առիթի, բայց ասում եմ չեմ կարող, որովհետև օրիա ինձ կանչել են, ես պետք է գնամ ներկայանամ, եթե գամ Հայաստան, ամբողջ այդ աշխատանքս ջուրն եմ գցելու։ Այսինքն ամենից ավելի արժեքավորում էին, որ պետք է իրենք հասնեն դրան։ Բայց շատերը որ ծնվել էին այդ երկրներում եւ ինստինկտիվ, ասենք ավտոմատ քաղաքացիություն ձեռք բերի շատ չէին գնահատում, իրենց արժեք չուներ իրենց համար այդ քաղաքացիությունը։ Բայց մարդիկ հետո որ ստանում էին, մաղարի չէին անում, քեֆ էին դնում, որ ես պասպորտ ստացա եւ այլ մնում է Զագրան պասպորտը ստանում, այսինքն մի ամբողջ կյանք էին դնում այդ քաղաքացիությունը ստանալու համար։ Բայց ովքեր ունեն, այդքան էլ չէին գնահատում։ Իսկ ով տանջանքով էր ստացել այդ քաղաքացիությունը, գիտեր ինչ է նշանակում։ Անգամ տեսել եմ Հայաստանից գնացած մարդ, երբ որ տեղ եղա վարձով էր տեղափոխում, սպասում էր քաղաքացիություն ստանա տանջանքով, տառապանքով։ Իհարկե կար կաշառքի ճանապարհը, որ ավելի հեշտ է ստացվում, բայց էլի մեծ գումարով, հա։ Սակայն Հայաստանից գնացած մեկը ասենց վայ Երանի այս թափառական շներին։ Սրանք էլ այս երկրի բնակիչ չեն դառը, մենք չենք անում դառնանք։ Մեկը դրանց չի նեղացնում։ Ասում եմ, մենք միշտ նեղված ենք, մենք տեսա տանտերը կգա կեսից կասի դուրս արի, ոմանք էլ իրենց կեղտոտ տները հանձնում էին, մեկը գնում էր վարձով մաքրում, դասավորում էր, գալու էր ասում էր լավ է, թող մի ամիս ապրի հանեմ։ Ուղղակի ուզում էր մաքրել տար։ Համ փողն էր վերցնում վարձի, համ էլ ձրի մաքրել էր տալիս տունը։ Ասենք շատ տանջանքներ էր արժանի, մարդը գիտեր ինչ է նշանակում քաղաքացի լինել եւ տուն ունենալ այդ տեղում։ Բայց ունեցողներից շատերը չեն գնահատում, տեսա էժան ծախում էին։ Մարդիկ կային, օրինակ Մոսկվայում հանդիպել էի մարդկանց, ասի Մոսկվայի մեջ տուն ունենք, երկու սենյակ ոնց։ Ինչ եք տվել որ առել եք, ասես բանը մի ծերունի մարդ էր, ասում էր օրական մի հատ արաղ առեք ինձ, խոստեք որ կառնեք, ես տունս գրանցեմ ձեր վրա։ Մենք այդ ամեն օր մի հատ արաղ ենք տա, օղի եք տալիս, թե տունը գրանցել է մեզ վրա։ Երբ որ մեռավ արդեն մենք կարանք ծախենք կամ մեզ անենք, են անենք, վերջը։ Ասում մարդը չի գնահատում, չգիտես ծերունին որտեղից է ստացել, բայց հաճախակի մարդը երբ որ նվեր է ստանում, նվերը շատ չի գնահատվում։ Ուրեմն մենք էլ սա ինչ որ ասում են, նախ մենք պետք է տեղափոխենք մեր կյանք։ Տեսնենք մենք ինչպես ենք վերաբերվում այդ մեծ արժեքավոր ունեցվածքի հետ։ Եթե ես չեմ սարքել, ես չեմ տանջվել, մենք այսպես հեշտ հանգիստ ինչ որ գործարք եմ անում, տա կտամ, չեմ տա, ոչինչ, տունս կտամ, օրինակ մեքենան կտամ։ Չենք նայում դա ինչ արժեքի է։ Կամ մի այսպիսի բան նորից կարդամ, Հուդան Տեր Հիսուսի հետ կապված 12-ից 1-ն ասում է 26-ի 14-15-ում ասում այն ժամանակ 12-ից 1-ը որ Հուդա Իսկարիոտացի էր ասում գնաց քահանապետի մոտ եւ ասաց ինչ եք ամենում ինձ տալ եւ ես ձեզ մատնեմ նրան նրանք էլ 30 արծաթ կշռեցին տվին նրան եւ նա այսուհետեւ հարմար ժամանակ էր որոնում որ նրան մատնե իր տիրոջը ծախեց Հիմա մարդիկ ախ են անում Հիսուսին ման մի հատ տեր ճարեն։ Հուդան իր տիրոջը ծախեց։ Տեր, որ իրեն պարգև էր տվել, առաքյալի պարգև։
խոստացել էր աթոռ երկնքում, խոստացել էր հավիտենական կյանք, եւ այլ, գիտեք արդեն շատ բաներ խոստացել, բայց Հուդան էժան գնով 30 արծաթով ծախեց Հիսուսին։ Հաճախակի մենք նայում ենք, գուցե մեր մտքում թքում ենք Հուդայի երեսին, անամոթ, բա Հիսուսին ծախել կլինի, ո՞նց կլինի Հիսուսին ծախես։ Հաճախակի մենք նայում ենք, որ այսօր շատ Հուդաներ են ճարվում, ծախում են Հիսուսին, փոխում են հարստության հետ, փոխում են տեղի հետ, ինչ-որ տեղ պետք է գնան, ամեն ինչը թողնում են, Տիրոջ ճանապարհ, գիրք, Տիրոջ տված, ասենք եկեղեցու անդամ լինել անգամ, եւ հարմար են համարում գնան մի տեղ, որտեղ որ ինչ-որ գումար պետք է աշխատեն։ Ինչ տարբերություն Հիսուսին փոխեցին, ինչպես Հուդան փոխեց 30 արծաթի հետ։ Հիմա մենք նայենք, մեզ նայենք, ինչ ենք անում։ Ձերի ենք ստացել երկնքի արքայություն։ Ձերի ստացել ենք փրկություն, մեղքերի թողություն, ուրիշների մեղքերի թողություն, ասենք մեղքը ջնջելու համար շատ ժամանակ մեկ է տեսնում ես, ասում եմ, նայած հանցագործ, որ ինչ կարգի մեղք է գործել, աշխարհում հիմա այդ դեմոկրատիայի մեջ այդ օրենքն էլ կա։ Բանը գրավով արձակել, հələ չփրկել, գրավով արձակել։ Եթե մեծ մեղավոր է, ավելի մեծ գրավ է ուզում։ Եթե 1 տարի պետք է դատապարտվեր, ավելի կարծես թե քիչ գրավ է ուզում, եթե 15 տարի ավելի շատ գրավ, գրավը այնքանով մեծ է, ինչքան հանցանքը մեծ է։ Դա 1 հանցանքի համար, կամ 2 հանցանքի համար։ Բայց մենք մեր ամբողջ կյանքում հանցանք ենք գործել եւ փախուստ էլ չկա Աստծո դատաստանից, դատապարտելի ենք։ Բայց Տերը մեզ ներել է, փրկել է, ազատել է, այն էլ ոչ թե ժամանակավոր, ինչպես որ գրավն է տրվում, դատից հետո նոր հաշվի են առնում, ինչ անել։ Տերը մեզ ազատել է հավիտենական դատաստանից, մեր աչքին փոքր է երևում։ Ոչ թե միայն ազատել է, գումարած դրան նաև հավիտենական կյանք է տալիս։ Ոչ թե միայն ազատում ասում է գնա, այլ Տերել է կայնում հավիտյան տիրություն անելու։ Հուդան ծախեց հավիտենական տիրություն անող մեկին։ Ինչ ենք մենք անում, մտածում։ Հիշում եմ, պատմել եմ էլի արցից առիթ, երբ որ նոր էի ապաշխարել, էլի մեծ հալածանք կար, քանի որ հալածանք կար, ես էլ չէի դիմանում, մեղանչում էի։ Պատահել եմ մարդու խփել եմ, ասենք, ծաղրելա, ծիծաղելա, անպատվելա, ես էլ մի ապտակ ուզեցա տայ, բութ մատս կպավ քթին, 2 աշկել էլ կապտավ։ Գիտեք չէ, որ քթին խփես 2 աշկ կապտում է։ Իհարկե արուն է կապան, ես արդեն զղջացել եմ, բայց ուշ եմ։ Ասի չէ, ինձ հավատացել դուրս չի գա, ես ոչ համբերող եմ, ոչ ներող եմ, ոչ ես եմ, պետք է թողեմ ես հավատքը։ Բայց որ սիրել եմ Տիրոջ ճանապարհը, եկավ Կիրակի օրը, ասի սպասի վերջին անգամ գնամ մի հատ թեկուզ առանց խոսքի, մի հատ նայեմ այդ ժողովրդին, հաջող անեմ ու էլ չգամ։ Ասենք կարոտս անեմ ու էլ չգամ։ Որ գնացի, այդտեղ Տիրոջ ողորմությունը էլա մի երգից, ոնց որ երկով Տերը հետս խոսեց, որ դու էսուր ես գնում իմ զավակ։ Ես քեզ համար եմ զոհվել, քեզ համար եմ, վերջը երգը ինձ պահեց։ Երգը ինձ պահեց, մեկ ուրիշ առիթ ելավ նորից,
նորից մեղանչեցի, հալածանքին չդիմացա, նորից մեղանչեցի, մեկ էլ նորից ասի, չէ, ինձ հավատացալ դուս չի գա, ես պետք է թողեմ, մի օր էլ դες մի քանի անգամ անդադ ասում եմ, մի օր պետք է թողեմ, մի օր պետք է թողեմ, լավ մի քիչ գնամ, ինձ հավատացալ դուս չի գա, մի օր նստած աշխատանքից տեղը գիրք էի կարդում, մեկ էլ եկա հանդիպեցի այն տեղը, որ Հուդան մատնեց Հիսուսին, ուզում եմ ամենքս մեր վրա նայենք, էլի, սա շատ կարևոր է, մենք չարցերմը ցանում ենք ու չգիտենք, որ այս աղջելի է մեզ կորցնի, իմ մտքում նորից ամոթանք տվեցի Հուդային, անորմալ ասեցի, դավաճան ասեցի, չգիտեմ էլ ինչ ասեցի, ճիշտ է մարդ, այդքան բան, տիրոջը մարդ կծախի 30 արծաթով, բայց գիտեք քանի անգամ եմ լսել այդ պատմությունը, այդ օրերը ես շատ արագ էի ավելի կարդում, զբաղմունքս այդքան մեծ չէր, մի 10-12 օրվա մեջ նոր գտականը վերջացնում էի, վերջացնում նորից էի սկսում, արդեն հաշվել էի, մի 500 անգամ կարդացել էի, նորեկ ժամանակով, պատկերացրեք մի քանի տարվա մեջ, ու էլի որ արեցի, ոնց մի ձայն հետ խոսի, դու անդադ հանդիպում ես այս տեղին, քարոզի ժամանակ լսել եմ, ամեն ավետարանը քանի անգամ կրկնում այդ խոսքը, ամեն անգամ լսելուց Հուդային մեղադրում եմ, ամոթանք եմ տալիս եւ այլ, ոնց որ մի ձայն ինձ ասի, Հուդան արդեն գնացել է, սա Հուդայի համար չի գրված, կարդացողի համար է գրված, հավատացողների համար է գրված, որ այդ օրինակից դաս առան, իրանք էլ դες չնեն, քեզ համար է գրված, որ դու դաս առես, Հուդային ամոթանք տվիր, Հուդանը լսեց, կանգնեցի, մտածեցի, թե Տեր Աստված ինչ է ինձ վերաբերում, ինչ անեմ, որտեղ է իմ սխալը, որտեղ է իմ մեղքը, եւ չհասկացա, ասի Տեր Աստված, գիտեմ, ստե կարևոր ճշմարտություն կա, որ դու ինձ բացես, դու տեսնում ես, մտածում եմ, մի 10 րոպե մտածում եմ, չեմ հասկանում, ափսոս է այս ժամանակը թողեմ, խնդրում եմ, ես ավետարանս կարդամ, դու ինձ հետո երբ պետք է բացի այս հատվածը, ես պատրաստ եմ լսելու, եւ սկսեցի կարդալ նորից, կարդալով մի կես ժամ գնացի, մեկ էլ խոսքը պարզ արդեն Աստված հետս խոսեց Սուրբ Հոգին, լավ Հուդան 30 արծաթով Հիսուսին ումը մատնեց, դες մեկ խոսք կար, որ մարդիկ ասում են աշխարհ գնաց, երբ որ հոգևորը թողում էր հավատքը, ասում են աշխարհ գնաց, աշխարհին մատնեց, ասի Տեր Աստված ուր գնաց, աշխարհին մատնեց քեզ 30 արծաթով, էլի, աշխարհային ունեցվածքը վերցեց, քեզ թողեց, ասես իսկ դու երբ որ թողես, ասես իմ բանը չի հավատքը, թողես գնաս, ուր ես գնալու, ասում աշխարհ, ասենք ինչ տարբերություն կա Հուդայի մեջ, Հուդան 30 արծաթով մատնում, դու էլ ուզում ես ձրի մատնես ինձ, ոչ մեկից ոչինչ չվերցնեմ, ուզում ես թողես գնաս, ու նայ դու ամեն անգամ ու ես զգում էի դա իմ մեջ, երբ որ բացատրես Տերը, ես տեսա, ոչ թե համ զգացի, տեսա, ամեն անգամ, մի անգամ չարը քո մեջ սերմը ցանել, թե չէ, ես պետք է թողեմ, ես իմ բանը չի, հաջորդ անգամ դու նորից կրկնում ես, մի անգամ ցանվես, դու անդադ ջրում ես եւ այս սերմը աճում է մի սիրուն օր դու թողելու ես ինձ, թողելու ես հավատքը, եւ կդառնաս Հուդա, ինչ տարբերություն,
Հավատքը թողած մարդուն, Հիսուսին թողած մարդուն, կամ Հուդան, որ թողեց էր Հիսուսին, ինչ-որ արժեքով, 30 արծաթով, բայց դերը միթե 30 արծաթ արժեր, թողեց, ճիշտ ասած, 1000 անգամ կներեք, հիմա սիրտս խռնում է այդ իմ մտքերից, ընենց է խառնում, որ մի բան եմ կերե, ուզում եմ հետ տամ, գնացել եմ, որ ասեք դե իմ աշխատանքային ընկերները չլսես, այնպես աշխատանք ունեք, ամեն ինչ կարգավորել եք, կարող էի օր կար, որ գնում էի գործի մի հատ, ասենց ասա, շրջում էի, նայում էի, ոչինչ չկա, ամբողջ օրս ազատ էի։ Կարողանում էի կարդալ, առանձին սենյակ ունեի, կարողանում էի նստել, կարդացի, լաց գալիս էր, որ ես այդպես եմ արել։ Ասում եմ, որ բանա մարդիկ կլսեն, ասեն, ես ինչ այլ է, գնացի այդտեղ մի քիչ ավելի տարածքից դուրս եկա մի փոստեղ ճարեցի, մտանդե, հիմա ոչ չեմ լացել, չեմ անգստանում, որ ես ինչ եմ արել, ես ոնց եմ ես որոշել Տիրոջը թողեմ, մի օրից մի օր պետք է թողեմ, օրից մի օր պետք է թողեմ, ու սա զորանում է իմ մեջս սերմը, աճում է, որ մի օր պետք է թողեմ և այդ օրը կգա, խնդրում եմ Տիրոջից ներողություն եմ խնդրում, ասում եմ, արմատախի դարա այդ սերմը, իմ միջից հանի այդ ցանկությունը, իմ միջից երբեք չկրկնվել այդ խոսքերը, վերջը, ու որոշեցի երբեք չասեմ իմ բանը չի հավատքը, եթե չես կանում, աղա չի, Տիրոջը դու Տերը քեզ դարձնի նորմալ հավատացյալ, թողել ես որն է, թողեցիր ինչ կբուժես, ինչ օգուտ կստանաս, թողելով եւ ասում ինչ յարա կբուժես, թողելով հարց չի լուծվում, իհարկե կամ 30 արծաթ վերցեցիր, այ Հուդա, կամ մենք են տեսնում մարդիկ հեշտ փոխում են, պետք է զղջան, ընթացքը նորմալ գնում է հավատքի, մենք են տեսար մեկը ծնվեց իր կյանքում, եկեք էստեղ, եկեք, լավ աշխատանք, լավ փող, բայց ինչի հետ ենք փոխելու, աստվածային կյանքը, ուսուցումը աստվածային, պետք է թողենք ու գնանք, ինչը շատ փող պետք է վաստակենք, միթե այդ շատ փողը լավ Հուդայի փողից մի քիչ շատ է, միթե ավելի արժեքավոր է, քան Տերը եւ իր ճանապարհը, ավետարանը, ինչի հետ ենք փոխելու, Տիրոջը, այո, մենք պետք է ուշադիր լինենք, որ Տիրոջը չթողենք, շատ պատճառներ կա, շատ բաներ, կամ էլ մեկ էլ ինչի հետ ենք փոխում, հենց սկզբնական բաները, հարցակումները չարի, ամոթա, կամ էլ մեկը Աբովյանում մի խումբ տղերք կային, զավոդում բրիլյանտի աշխատում էին, փողեր էին շինում, և որ ասում փողին փող չէին ասում, ամեն օր կերուխումի մեջ էին, շատ անգամ եմ տեսել, բայց մի օր արդեն լուրջ խոսած իրանց հետ, սկսի վկայել, լսեցին, գիրք ուզեցին, գիրք տվեցի մի քանի հոգու, մեկ եկավ սենց արեց, աս ես ինչ բերիր իմ գլխին, այ աղբեր, խիսես վատություն են անում, աս ինչ վատություն եմ անում, ասա մի հատ աղջիկ կար, տարիներով չարչարում եմ հազի, որ իրան ոնց ասած ձեռքից եմ, ընձնով անեմ, ասա մի քանի ամիս էր, հետս ման էր գալիս, ասա քո տած ավետարան տարատվի այդ աղջիկան կարդացել է, չի ուզում իմ հետ ման գա, ուզում ապաշխարի գնացել ինչ-որ խումբաճար է, գնացել են դե, ասես ինչ վատություն արի, իմ տարիների տանջանքը գցեցի ջուրը, ասես վատություն կլի, որ դու անես, վերջը, այսինքն ուշադրություն դարձեք, իր համար այդ մի աղջիկը ինքը պետք է կարդար նախ ապաշխարել, բայց այդ մի աղջիկը կարծես ավելի արժեքավոր է իր համար կոնցեպտերը, Տիրոջ ճանապարհը, հավիտենական կյանքը, շատերը տենց են մտածում, եթե ես ապաշխարեմ, այս
ճանապարհից պետք է կտրվեմ։ Կան, լիք տղերք կան, աղջիկերքին էլ Աստված ողորմի, որ ամուսնացած են, բայց ուրիշների հետ ժամանակ են անցկացնում։ Գիտեն էլ Տիրոջ ճանապարհը, որ դա չի կարելի։ Ում հետ ես փոխում, ինչի հետ ես փոխում այս սուրբ ճանապարհը։ Այդ տղա։ Քո համար ավելի արժեքավոր է քո, ասենց ասած, կեղտոտ ցանկություն ժամանակավոր հաճույք է, քան հավիտենական կյանքը։ Գուցե մտածում են, ասում են կապ աշխարհեմ, հեշ չմտածես, ասում են մեկ ասում էր աղբորը, կապ աշխարհեմ, հեշ չմտածես։ Այս տարին է գնամ խոփան կամ կապ աշխարհեմ։ Գնաց խոփան, եկավ, որ պետք է իբր Հայաստան թռնի, ծարավեց, ջուր խմելուց, ինֆակտը խփեց, մնաց ընդ դիակը բերեցին։ Այսինքն մարդը ինչ գիտի իա վերջին օրը, որ մեկ էլ խոստանա կապ աշխարհեմ։ Բա որ այս խոսքը իրական դառնա, Տեր ասում է, շատ անգամ կանչեցի, ձեռքս երկարացրեցի եւ դու չուզեցիր, մերժեցի իմ ձայնն ու իմ ձեռքը։ Դու կկանչես քո նեղության օրը, ես կմերժեմ քեզ։ Տիրոջ ձեռը կառնամ։ Երբ լինի կապ աշխարհեմ, այդ երբ լինելը գիտես երբ է։ Համար Աստված ձեզ օրհնի, ես գիտեմ, որ ձեր վրա էր հարցակում կա, տարբեր հարցակումներ կա, ձեզ էլ, ասենք, ոնց ասած չարը միտքա տալիս, չէ, քո բանը չի, որ նոր է եկի, ասում է, ամոթ, հա, ընկերներս ինչ կլսեն, բարեկամներս ինչ կասեն, այդ ժամանակ էլ ասես մտածում եմ չգնամ, մեկ էլ մտածում եմ լավ, ասեն թե ամանչում եմ ինչ-որ մեկից, լավ ես, ասեմ եթե այդ աննով մարդին չնեղանա, իրա մասին չեմ ասում, ինչ-որ մեկ, ասեն Իվանից, Պետյայից, բար առավոտ եմ, դրան Պետյան քոչել է, Իվանը մեռել է, այն մեկին էլ հիվանդանոցում շուչի, վերջի շուչն է, արդյոք ես գլխից չեմ տա, ես ստանց համար է ամանչում Տիրոջ ճամփեն գնայ, Տիրոջ փոխում է սրանց աչքերին, սրանց մտքին, սրանց խոսքին, թե պետք է ինձ ասեն ամոթ, սրանք թե Տիրոջ խոսքը, սրանց խոսքը թե Տիրոջ, սրանց կարծիքը թե Տիրոջ կարծիքը։ Ինչ եմ ասում, որ արժեքավորը էժանացած, քան որ մենք ենք ձրից ստանում, են տան նման կամ քաղաքացիության նման, մենք շատ ժամանակ չենք գնահատում այս հավատքի արժեքը, Տիրոջ արժեքը, հավիտենական կյանքը չենք պատկերացնում, հասկանում ենք բառերով հավիտենական կյանք, բայց պատկերացում որ ունենանք, ամեն ինչի կդիմանանք։ Տիրոջ շնորհքով, Տիրոջ օրհնությամբ։ Չենք թե որևէ պատճառ չի լինի, մեկ ասում է յարիչ չկորցնե, մեկ ասում է դե իմ աշխատանքի մեջ եթե ես ապաշխարեմ, ուրեմն բան կանեմ, արդեն լևի պրավի փողերը չեմ աշխատի, խարդախություն չեմ անի, քերս ասում էր, աշխատում ես տղա ջան, ասում է հա, ինչ ես բերեմ ընդեղից, ասում ոչ մի բան, չորոջկի վրա ես, ասում է, ասա դե չես աշխատում է, որտև իրան կտենց էր բան, եթե մեկը մի տեղ աշխատում են, դες պետք է անպայման բաց ռոջկից գողություն էլ անի, մի բան լևի պրավի բերի, ուղղակի շատ մեծ այս արժեքը փրկության, հենց Տեր ունենալու, նման Տեր, նման, մի հատ լավ ընկերոջ համար, մի հատ լավ բարեկամի համար մարդը արժեք է դնում, ուր մնաց Տեր Հիսուս ունենալու համար, ինչ պետք է դնել, որ նման Տեր ճարեի։ Հիմա ես ուզում եմ կարդալ Եբրայեցիների վերջում 12-րդ գլխից շատ մարդկանց համար է խոսում անցյալում եղած Մովսեսի, Աբրահամի, տարբեր վկաներ, սրանց անունը դրել է վկաներ, ասենք իրենց կյանքով են վկայություն տվել, գրվածքով են վկայություն տվել, պատմություններով վկա են, պատմության մեջ վկա են,
Աստծո վկաներն են, Աստծո գործի վկաներն են։ Եվ ինչ ասում, ուստի մենք էլ ժամանակի համար չեմ ուզում 11-րդ գլուխը կարդամ, վկաների մասին է խոսում։ Եվ ասում, ուստի մենք էլ 12-ի առաջի խոսքից, որ վկաների այսքան բազմություն ունենք, բազմություն, վկաների բազմություն կա։ Մեզ շրջապատած դենք ցենք ամեն ծանրություն եւ մեզ դյուրավ պաշարող մեղք եւ համբերությամբ վազենք մեր առաջին դրված ասպարեզի ընթացքը։ Դենք ցենք ամեն ծանրություն եւ դյուրավ ասենք հեշտ պաշարող մեղք։ Մեղքեր կան մեզ հեշտ պաշարում են։ Մեղքեր կա որ ասեն արա չես անի։ Դրանց էլ հեշտ այդ մեղքը անել չեն տա քեզ։ Բայց մեղքեր կա որ հեշտ հանգիստ թաթախում ենք դրանց մեջ։ Սուտ խոսալնա կամ անեցքնա մանան ոչ թե մենակ քույրերի բերանից էլ տղամարդիկ է շատ դրանց այնքան անեցքեր անում զարմանում ասում ոչ մի բառով իր հետ չի կարող մրցի։ Անեցքի ճանապարհի մեջ։ Ուրեմն ամեն ծանրություն կա մի բան մեղք չի, բայց ծանրություն է, խանգարող է քո ճամփին։ Շատ բաներ մարդը գիտի թե միայն մեղքից պետք է ապաշխարի, բայց մեղքից չէ։ Ես տեսնում եմ ինչն է ծանրանում վրա, որ խանգարի հավատքից ճանապարհին, թեկուզ մեղք չի, ինձ պետք չի, որտեղ խանգարում է ինձ։ Պողոսն ասում է, շատ բաներ թողեցի, մենակ մեղքեր չէ։ Անկամ Պողոսը ավելի խիստ է ասում է ամեն աղբ համարեցի։ Մենակ թե իմ ճանապարհը չկտրեն, որ ես Տիրոջ ճանապարհի մեջ գնամ։ Աղբ համարեցի։ Սխալ չի, ես գնամ, հիմա դուրս կամ գնամ ինձ ասեն արիստե ամիս այսքան փող կտանք ես, ամիս այսքան փող կտանք ես, հա, հելա գնացի։ Սխալ չի աշխատանքը, մեղք չի, մեղք ասում աշխատանք, մեղք չի, բայց իսկ կտրում են իմ բռնած ընթացքից, ավարտեք ձեր ընթացքը։ Այն Աստվածը, որ մեզ կանչել է, կարող է մեզ պահել։ Եթե մենք մեր ուժերով կամ մեր ծանոթների ուժերով մտածում ենք կարող ենք հաց վաստակել, ինչ Աստված դրանց չափ չեղա, որ քեզ հաց տա քո պահանջի չափով։ Շատ ժանակ մարդիկ պահանջից ավելի են ուզում, կուտակում են, մեռում, գնում են, այդ էլ չգիտես ում է մնաց։ Համար ինչքան պետք է Աստված այդքան է տալիս։ Առաջ գնանք, նորից կարդամ, ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դենք ցենք ամեն ծանրություն եւ դյուրավ պաշարով մեղք եւ համբերությամբ վազենք մեր առաջին դրված ասպարեզի ընթացքը։ Մտիկ տանք, այսինքն ուշադրություն դարձնենք հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին, որին առաջ դրած ուրախության փոխարեն խաչը հանձն առավ եւ ամոթն արամանելով Աստծո աթոռի աչքոմը նստեց։ Թագավոր մեկը տիեզերքի թագավորը էլի ծառա է դառնում, նրան ամոթանք են տալիս, հայոյում են, սպանում են։ Երկնքում թագավոր։ Այդ ուրախության փոխարեն ի՞նչ է հանձն առավ։ Ասում է խաչը հանձն առավ։ Տառապանքը, իր արունի թափվելը, մահը հանձն առավ, թագավորության աթոռի փոխարեն։ Եվ ինչ է ասում, ամոթն արամարելով Աստծո աթոռի աչքոմը նստեց։ Ասում է նրան մտիկ տա, ուշադրություն, այսինքն նրան սովորեք։ Հիսուսից մեծը չենք, որ նա այդ ճանապարհով գնաց, մենք էլ գնանք, վերջում փառքով պետք է պսակի մեզ Տերը։ Ուրեմն մտածեցեք նրա վրա, որ իր դեմ եղած այսպիսի հակառակությունները քաշեց մեղավորներից, որ դուք ձեր անձերով չհոգնեք, չթուլանաք։ Տակավին մինչև արուն թափելու չափ պատերազմելով հակառակ չեք կացել մեղքին եւ մոռացաք այն մխիթարությունը, որ ձեզ հետ ինչպես որդիների հետ է խոսում։ Իմ որդյակ մի անարգի Տիրոջ խրատը եւ ոչ էլ
վհատվիր նրանից հանդիմանված ժամանակը։ Որտեվ Տերը իր սիրածին խրատում է, նա ծեծում է, անգամ պատկերացրեք, որպես հայր, սիրող հայր, անգամ եթե պետք է ծեծում է ամեն որդի, որ ընդունում է։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդիների հետ կվարվի, որտեվ որ որդին է, որ հայրը նրան չի խրատում, բայց եթե առանց խրատի եք, որին ամենքը մասնակից եղան, ուրեմն խորթ եք եւ ոչ թե որդիկ։ Շարունակում է։ Անկամ Աստված մեր բարիքի համար այո կարող է մեզ ծեծել։ Ծեծելը այնպես չի որ տեսնենք մի ձեռ որ մեզ խփում է։ Բայց Տերը առաջին ուղղելու միջոցը իր օրենքն է, խրատն է, կանոններն են, պատվիրաններն են, որ մենք լսենք, մանավանդ որ կարող ենք, դուք մեծ բաներ ունեք ձեռք բերած։ Զրոյի վրա չեք։ Դուք մեծ բաներ եք ձեռք բերել, ինչ որ դուք գիտեք, ինչի որ հասել եք, շատ երկրներում գնացեք, տեսեք, կզարմանաք, որ ոչ ճիշտ չգիտեն, ոչ ճիշտ չունեն հոգևոր աշխարհից։ Այս դերքուս հերստացող տեսեք, հսկա Չինաստանը։ Չնայած դե շատ հավատացյալներ կան եւ հալածվում են։ Հսկա Չինաստանը, այդքան միլիարդ մարդ, գրագետներ, դեզերք են թռնում, ռակետներ են թռցնում, դիեզերքներ են թռցնում, այդքան խելքով, իրենց ասում շատ խելքով, տեսեք ինչեր են ստեղծել, մեկ տեսակ տոներին բանին, գազանը սարքեցին, թռցրին, հետ այնց են հրճվում, ոնց որ երեխան խաղալիքի հետ, չէ՞, դրակոնի հետ, պաշտում են, ուրախանում են, լավ այդքան խելք ունեք, այդ չեք հասկանում, Աստծուն ինչի է դեք փոխել։ Դուք ավելի մեծ գիտություն ունեք, քան այդպիսի ղեկավարներ, այդպիսի պաշտոնյաներ, այդքան կրթություն ստացած մարդիկ։ Դուք շատ բան ունեք, պետք է պահեք, ավելացնեք, համբերությամբ վազեք, ասում եմ։ Տերը ձեզ պահի, շատ չի տևա ձեր նեղությունը։ Աշխարհում նեղություն է, մանավանդ Հայաստանում, որտեղ որ նեղություն լինի, Հայաստանի շատ մարդիկ կան, ասում են, «Էլ ինչ անեք, որ մեր ժողովուրդը ավելի նեղության մեջ ընկղմի»։ Ավելացնում են։ Դրա համար Տերը ձեզ համբերություն կտա։ Ձեր ուժերից, եթե հավատարիմ եք, ձեր ուժից վեր նեղությունը չի թողի, որ ձեր վրա գա, այլ Տերը դեմ կառնի նեղություն տվողներին։ Այնքան մահել է շատերը կարող են վկայել։ Ինձանից սկսած, որ Տերը ոնց է կանգնեն դժվարությունների դեմը, երբ որ արդեն իմ ուժից վեր էր լինելու։ Տերը ձեզ պահի։ Ուրեմն ձեր ունեցածը գնահատեք, այժմ մի գնահատեք։ Բայց գիտեք, երբ ավելի շատ գնահատվում, երբ որ ձեր ստացածի համար, օրինակ, նվեր է ստացել, ճիշտ է, բայց այդ նվերը պահել է պետք, այդ պահելու համար դու ջանք ես դնում, տանջանք ես դնում, քեզ համար թանկանում է, շատ ժամանակ նայեք Տիրոջ իմաստությունը, Տերը կարող էր խաչվել, ամեն ինչ անել, մեզ էլ ասել հավատացեք, մենք էլ հավատացինք, ու ինչ-որ ժամանակ հեշտ այդպես էլ ա եղել, հեշտ հագից տեղափոխում է երկինք։ Եղել են մարդիկ վերջի շնչի վրա ապաշխարել ու գնացել են։ Բայց ձեզ համար մեկ ուրիշ բան է որոշել Տերը, ավելին քան այդպես գնացողներինը։ Դրա համար երկինքում տարբերություն կա տեղերի։ Կա եկեղեցի, եկեղեցու անդամներ, շատերը ցավալի են ապրում, որ եկեղեցու անդամությունից դուրս են գալու։ Գուցե փրկվեն, բայց եկեղեցու նոր Երուսաղեմ չեն մտնելու երկինքի։ Եկեղեցու հետ չեն ապրելու։ Իրանք գիտեն, թե հենց անդամ են դարձել, անունը անդամա, Տերն էլ տենց է տեսնում։ Անդամ լինողը անդամի կյանք պետք է ապրի։ Եկեղեցու անդամի կյանք ապրի։ Ոչ թե խռով կան, անիծող, ատող, հայոյող, հələ որ փրկությունը չկորցնի լավ է։ Կա Տերը ծեծով ուղի, բայց էլի
եկեղեցի չի մտնել մարդը, թեկուզ եկեղեցու ժողովներին մասնակցում է։ Տերը մեզ նման չի, ով մարմնով նստավ եկեղեցու ժողովներին, ուրեմն ինքը ամենաբարձր տեղն է գնալու, չէ, այնտեղ կան տարբեր աստիճաններ։ Ամբողջ երկինքը լիքն է լինելու մարդկանցով։ Տերը ձեզ օրհնի, որ ձեր ունեցած գնահատեք, բայց Տերը տեսեք ինչ իմաստություն է արել։ Մենք չարչարվում ենք ավետարանի համար, Պողոսն ասում։ Նրանց ենք չարչարվում, արդեն ոնց որ հարազատ ենք դառնում, այդ ավետարանը ոնց որ մերն է դառնում։ Միտեղ կանչից չպետք է քարոզես ավետարանը։ Էս ինչ խմբին է տված, օրինական գրանցված, էսյան ենքում դարերով ճանաչված, էս ինչ խմբինն է ավետարանի քարոզությունը, ասես այդ խմբի հետ դժվարություն չունեմ, ոչ էլ իրանց հակառակ եմ, որ քարոզում եմ, ես իմ հորս ավետարանն եմ քարոզում։ Գրված է, ով որ Աստծուն հավատա, Հիսուս Քրիստոսին հավատա, նրան իշխանություն տրվեց Աստծո որդի լինելու։ Ես Աստծո որդի եմ, վերստին ծնված եմ, ես իմ հոր մասին իրանք չունեմ խոսելու։ Միտեղ էլի դες բարձր մի պաշտոնյա, ես ուրիշ տեղ, ասես դու իրանք չունես խոսելու։ Հարց տվեց այդ պաշտոնյային, այդ ինչ բաժնի պետն էր։ Ասի որ հանկարծ ասենք Հայաստանի ինչ որ մի հատ ամենաառաջին, համար առաջին պաշտոնյայի տղեն մի գյուղում ապրի։ Ու այդ գյուղի տարածքի, այդ շրջանի տարածքի մեծը կանչի այդ տղուն, Հայաստանի համար առաջին մարդու տղուն, կանչի, ասի առանց ինձ հորդ հետ հաղորդակցություն չունենաս, հորդ համար ոչ մի գործ չանես, հորդ մասին չխոսես։ Ասի, երբ որ հայրը լսի, ինչ կանի քեզ, այդ մարդուն ինչ կանի, ասի, մեջտեղից կկիսի, ասի, բա իմ տերը ոչ թե Հայաստանի թագավորն է, տիեզերքի թագավորն է, ու դու ինձ ասում ես հորդ մասին չխոսած, ասի, գիտես քեզ ինչ անելու, երբ որ գա։ Ասես, գնա, հետո ես քեզ կկանչեմ, էլ չկանչեց։ Ոստը, մենք մեր հոր մասին ենք խոսում, իրավունք ունենք, մենք այս իրավունքը վերևից ենք ստացել, պետություններից չի, իշխանավորներից չի, հարուստների կողմից չի, չեմ ինչ անուն տանք, որ իրանցից չի մեր այս քարոզչությունը։ Աստծուց է, ի վերուստ է տրված մեզ, որ խոսենք Քրիստոսի մասին։ Ոչ մեկ իրանք չունի, ասի Հիսուսի մասին մի խոսա, եթե մանավանդ մենք պետք է զգուշանանք, որ ճիշտ խոսենք, սխալ չխոսանք, որ դատվենք։ Ի վերուստ ինձ հրաման է տված եւ իշխանություն է տված, ես խոսեմ ավետարանը։ Ով է, որ ինձ ասի մի խոսիր։ Հեչ սատանան իրավունք չունի։ Տերը ձեզ պահի։ Ուրեմն մեծ բան ունեք ձեռք բերած տարիների ընթացքում։ Մանավանդ որ շատ է տարիները լսել եք, հավատում եք։ Ուրեմն Աստված ձեզ պահապան։ Համբերությամբ վազեք դեպի ավարտը։ Ասպարեզը պետք է անցնես դու։